Ես դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, հարգելիներս, Ռուսաստանը ընդունել է մասնավոր խոշոր սեփականատերերի համար օրենք, որով թույլ է տրվում այդ կորպորացիաներին ունենալ սեփական բանակ ճիժոլի արտիլերիայից բռնած, ՊՎՈ-ով, չգիտեմ ընդ բրոնիտեխնիկայով, ամեն ինչով, դա ինչ է նշանակում, իհարկե դա սուտ է, իհարկե ոչ մեկին Ռուսաստանը թույլ չի տա նման բան ունենա, քանի իր քթի առաջ Վագներ եղավ, հազիվ Վագներից ազատվեցին, սա նոր ձև է, սովետական հանրապետություններում իրանց ձևով, ոնց որ ասում է, պարյադկի բերեն, այսինքն այդ կորպորացիաները, ասենք Ռոսատոմը, ՌԺԴ-ն, որոնք ունեն, ասենք, մեր երկրում, ասենք, ակտիվներ, ուրիշ կամպանիաներն էլ ունեն, բայց ես հլը որ այդ երկուսին պահով եմ, վաղը մյուս օրը կարան ասեն մենք եկել ենք մեր ակտիվները պաշտպանելու, չէ որ այդ միտումով է տված այդ օրենքը, այսինքն քանի որ Ուկրաինան մտել է արդեն պատերազմը Ուկրաինայի մտել է Ռուսաստանի տարածքի մեջ, ու սրանք չեն կարող պահեն, վերացնում են իրանց ակտիվները, այդ օրենքն են արել, վաղ այդ օրենքը մեր դեմ կարող է օգտագործվի, դրա համար այդ գույք պարտքի դիմաց, հեսա Ռոբերտ Քոչարյանն էլ ձերբակալված է, ինչ կար, ես հասկացա, մի հատ այդ պետք է հանել, որտեղից այդ գույքը առաջացավ, միջազգային աուդիտ է պետք վերջով հրավիրել, եւ ես կարծում եմ ժամանակն է կապիտալիզացիա անել ամենախոշոր ձեռնարկությունները Հայաստանում, կապիտալիզացիա անել եւ օրենքից դուրս ճանաչել, ես չեմ կարծում, որ ընդ բոլորը օրենքով արվի, ոչ մի բան օրենքով չի արվի, ու շատ վտանգավոր է մեր պետության ամրապնդման եւ պետակաշինության համար, քանի որ մենք նոր ենք պետություն ստեղծում, միջև այդ պետության իմիտացիա եղե։ Հուսով եմ, որ այս հարցին շատ դուրս կվերաբերվեք, քանի որ սա ազգային անվտանգության եւ հայ ժողովրդի անվտանգության խնդիրներ է պարունակում իր մեջ։ Շնորհակալություն։